Երբ 22-ամյա Մերիլին Մոնրոին հեռացրին Columbia Pictures-ից, նրան ասացին, թե նա բավականաչափ գեղեցիկ եւ տաղանդավոր չէ դերասանուհի դառնալու համար։ Թոմաս Էդիսոնը ստեղծեց 1000 լամպ, մինչև դրանցից մեկը վերջապես աշխատեց։ Ջեյմս Դայսոնը 15 տարի շարունակ փորձարկեց 5126 փոշեկուլ, կորցնելով իր բոլոր խնայողությունները, բայց հենց 5127-րդ փորձը դարձավ հաջողակ եւ այսօր Դայսոնը համաշխարհային բրենդ է։ Ուոլթ Դիսնեյին 302 անգամ մերժեցին ներդրողները, եւ նա փորձում էր կառուցել Դիսնեյլենդը։ Իսկ եթե Ջոան Ուոլինգը հանձնվեր այն բանից հետո, երբ հրատարակչությունները տարիներ շարունակ մերժում էին նրան, այսօր աշխարհը չեր ունենա Հարի Փոթերին։ Պատմությունը պարզ է, երբեք չես իմանա, թե որ փորձդ կլինի հաջողությունը, պետք է դադարես մտածել, թե ամեն ինչ պետք է ստացվի միանգամից ու հեշտությամբ առաջին փորձից։ Դա հենց այն պատնեշն է, որը խանգարում է քեզ հասնել նպատակիդ։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։